2024 թվականը Հայաստանի Հանրապետության համար տնտեսական աճի կայունացման ժամանակահատված էր։ 24 թվականին գրանցվել է 5.9% տնտեսական աճ, պայմանավորված հիմնականում ծառայությունների աճով։ Տնտեսական աճն ուղեկցվել է ներքին եւ արտաքին պահանջարկի աճով։ 2021-24 թվականներին Հայաստանի Հանրապետության տնտեսությունում միջինում գրանցվել է 8.2% տնտեսական աճ։ Հարկ է նշել, որ վերջին տարիների զարգացումների արդյունքում պոտենցիալ աճը եւս բարձրացել է նախկին 4-4.5% գնահատականի դիմաց այժմ գնահատվում է 5-5.5։ Արտադրողական մարդկանց եւ ձեռնարկությունների դեպի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ ներհոսքին զուգահեռ պոտենցիալի բարձրացմանը էական նպաստում է ունեցել նաեւ պետական կապիտալ ծախսերի դերի եւ արդյունավետության շարունակական բարձրացումը։ Ընդ որում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղանված մեր հայրենակիցներին Հայաստանի Հանրապետության տնտեսական կյանքին արդյունավետ ինտեգրելու կառավարության ջանքերը եւս նպաստել են տնտեսական ներուժի բարձրացմանը։ 2024-ին 23-ի համեմատ 4.9%-ով աճել են մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, հասնելով 3.360.000 դրամի կամ 8.556 ԱՄՆ դոլարի։ Ընդ որում այս ցուցանիշով վերջին տարիներին մենք առաջ ենք անցել այնպիսի երկրներից, ինչպիսիք են Պերուն, Բելարուսը, Բոսնիա եւ Հերցեգովինան, Ադրբեջանը, Կոլումբիան եւ Թայլանդը։ Հավելեմ նաև, որ 2017 թվականին մենք այդ ցուցանիշով զգալիորեն զիջում էինք նշածս բոլոր երկրներին, որովհետև մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմում էր 3.869 ԱՄՆ դոլար։ Եթե նույնիսկ զտեմ դրամի արժևորման էֆեկտը դոլարի նկատմամբ, ապա 2024 թվականի ցուցանիշը միևնույն է ավելի կլիներ 17-ից 80%-ով։ Այս համատեքստում ամենակարևորն այն է, որ մենք աճում ենք ավելի արագ, քան աշխարհը միջինում։